Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-օգոստոսին կազմել է 7.1%, հիմնականում պայմանավորված ծառայությունների, շինարարության, ինչպես նաև առևտրի աճերով, իսկ արդյունաբերությունը հակազդել է տնտեսական ակտիվության աճին։ Ինչպես կարող եք նկատել, արդեն հուլիս-օգոստոս ամիսներից արդյունաբերության աճը նույնպես անցնում է դրական տիրույթ, որովհետև հետզհետե չեզոքանում է նախորդ տարվա ոսկու վերարտահանման և մշակման էֆեկտը։ Աշխատանքի շուկայի զարգացումները շարունակում են դրական դինամիկայի մեջ մնալ, հունվար-օգոստոսին միջին ամսական աշխատավարձը աճել է 5.5%, պետական հատվածում 4.9%, իսկ մասնավորում 5.5%։ Իրական աշխատավարձը 3.2% գնաճի պայմաններում աճել է 2.3%։ Նույն ժամանակահատվածում վարձու աշխատողների թվաքանակը աճել է 5%, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 15.6%։ Սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, միջին գնաճը առաջին 9 ամիսներին 3.3%, 12-ամսյա գնաճը պայմանավորվել է սննդամթերքի, ծառայությունների, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների և ոչ պարենային ապրանքների դրական նպաստումներով։ 25 թվականի փետրվարին ԿԲ-ն նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 0.25%-ային կետով, իսկ հաջորդող նիստերի որոշումներով անփոփոխ թողել այն 6.75% մակարդակում։ Դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի հիմնականում տեղի է ունեցել նախորդ տարվա ընթացքում, հանգեցրել է պետական պարտատոմսերի տոկոսադրույքների նվազմանը եկամտաբերության կորի կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածներում։ Երկարաժամկետ հատվածում դեռ չենք տեսնում նման միտումներ, որի ուղղությամբ պետք է աշխատենք առաջիկա տարվա ընթացքում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եվրոպարտատոմսերի եկամտաբերությանը։ Եվրոպարտատոմսերը ըստ էության երկրորդային շուկայում, միջազգային շուկայում մեր թողարկված թղթերի շրջանառությունն է, որը իրականում, որի տոկոսադրույքները ցույց են տալիս այն իրական պատկերը, որը Հայաստանի Հանրապետությունը կամ ընկալումը, որը Հայաստանի Հանրապետությունը ունի ուրեմն ներդրողների կողմից, իրական ներդրողների կողմից, և կարող եք տեսնել, որ օրինակ 2029 թվականին մարվող պարտատոմսերի ռիսկի հավելավճարը կազմում է 197 բազիսային կետ։ Սա մի ցուցանիշ է, որը երբեք չի գրանցվել մեր պատմության ընթացքում, այսինքն այսպիսի մարման ժամանակ ունեցող որևէ պարտատոմս այսքան ցածր գնանշում չի ունեցել, սա նշանակում է, որ Հայաստանի ռիսկի հավելավճարը, ինչպես նկատում եք տարվա սկզբից նվազում է ունեցել և հատկապես օգոստոսի 8-ի ստորագրված համաձայնագրից հետո նույնպես շարունակել է կտրուկ նվազել։ Հիմա խոսենք մակրոտնտեսական կանխատեսումների մասին։ Հիմնական կանխատեսումները, որոնք գործընկեր երկրների համար արված էին տարվա սկզբում, մնացել են նույնը, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության, որի կանխատեսումները նվազել են 2025 թվականի համար, իջեցվել է 0.6%։ Չինաստանի կանխատեսումները 4.6%-ից բարձրացել է 4.8%։ Միջնաժամկետ հատվածում կանխատեսվում է պղնձի գների միջինում 3.4% աճ,
նավթի գների 1% նվազում եւ բարենի գների 2.2% աճ հետագա տարիներին։ Տնտեսական աճի կանխատեսումները նույնպես վերանայվել են դեպի վերև, ելնելով այս տարվա զարգացումներից եւ առաջիկա սպասումներից։ Այս տարվա կանխատեսումները 5.1%-ից վերանայվել են 5.2%, 2025 թվականի համար եւ 2026 թվականի համար 5.1%-ից վերանայվել են 5.4%։ Դեֆլյատորի աճը կանխատեսվել է թիրախային 3%-ի սահմաններում, 2025 թվականի կանխատեսումները վերանայվել է 2.5-ից մինչև 2.6%։ Տնտեսական աճը, որի մասին նշեցի, պայմանավորված կլինի հիմնականում ծառայությունների եւ արդյունաբերության աճով, իսկ պահանջարկի տեսանկյունից ներքին պահանջարկի եւ հայկական ծագման ապրանքների արտահանման աճով, որը արդեն շարունակական նկատում ենք այս տարվա ընթացքում։ 27-28 թվականներին տնտեսական աճը պայմանավորված կլինի նույնպես հիմնականում ծառայությունների եւ արդյունաբերության աճերով, իսկ պահանջարկի տեսանկյունից ներքին եւ արտաքին պահանջարկի աճով։ Արդեն խոսեցի պակասուրդի մասին։ 25 թվականի 5.5%-ից պակասուրդը կնվազի մինչև 2.8% 2028 թվականին եւ պարտքի հետագիծը կկայանա 54%-ի շրջանակներում եւ հետագա տարիներին կունենա արդեն նվազման միտում, ինչը մենք ցույց ենք տվել միջնաժամկետ ծախսային ծրագրի կանխատեսումներով։